Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, կիսալուսնի մայրամուտն եք դուք դիտում կամ լսում FM 106 եւ 5 հաճախականությամբ, եթե ռադիո ընդունիչով եք, կամ լրատվական ռադիոյի գործարարալիքի թվային հարթակներում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում կամ որևէ այլ թվային հարթակում, նաեւ կոչ եմ ձեզ անում բաժանորդագրվել այդ հարթակներին, որպեսզի ավելի արագ ստանաք տեղեկատվությունը։ Տիրան Լոկմագյոզյանն է, Թուրքիայի հարցերով փորձագետ այս հաղորդման հեղինակը, ով եւ առաջին խոսափողի մոտ է, Դավիթ Խումարյանը երկրորդ խոսափողի մոտ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աշխարհը առանց չափազանցնելու ամբողջ աշխարհը րոպե առ րոպե սպասում է Միացյալ Նահանգների հարվածին Իրանի ուղղությամբ։ Զորքերը կուտակված են, նավատորմը Պարսից ծոցում է։ Առաջարկում եմ այսօր քննարկենք Թուրքիայի դիրքորոշումը այդ հարցին, որովհետև ավանդաբար թուրք-պարսկական հարաբերությունները լարված են, բայց վերջին իրադարձություններից հետո Պարսկաստանում ասում են, թե թուրքական գաղտնի ծառայությունները ինչ-որ տեղեկատվություն են քրդերի մասով նաև փոխանցել Պարսկաստանին, ինչը որ կերական քայլ կարելի է դիտարկել։ Ոնց եք դուք տեսնում, ի վերջո Թուրքիան որ կողմում է։ Դա քաղաքականություն է, ռեալ քաղաքականություն եւ կարելի է սովորել դրանից բոլոր նրանք որ միայն մագերեսային են նայում քաղաքականության ընդհանրապես քաղաքականության թող սովորեն թե սա իսկական քաղաքականությունը որովհետեւ այնպես չէ որ երկրները բարեկամներ ունեն եւ թշնամիներ ունեն չկա բարեկամներ չկան թշնամիներ կան մշտական շահեր եւ եթե շահերը համընկնում են այն նրանք բարեկամ են դառնում, եթե շահերը հագազդում են իրար, ուրեմն թշնամի են դառնում, այսքան բարձ է քաղաքականությունը։ Իհարկե մի քիչ էլ մարդ խորանը շատ դժվար է, շատ խրտին է, հենց այս գետը որ նշեցիք, որ Թուրքիան, որը Պարսկաստանի հետ լավ չէ, Իրանի հետ լավ չէ, այսօր օգնում է Իրանին, դա արդեն այդ ցանցերն է ցույց տալիս խրտին ցանցերը տեսեք մենք միշտ գիտենք որ Թուրքիան Իսրայելի հետ միշտ կռվի մեջ է եւ այլն այսինքն լեզվակռիվը ավելի շատ է բայց տեսնում ենք մյուս կողմից Թուրքիան շատ լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ եւ միշտ էլ ունեցել է եւ Իսրայելն էլ Թուրքիայի հետ իրար կարիքն են ունեցել իրար օգնել են իրար այսօր են Թուրքիան Իսրայելի դեմ խոսում է եւ նաեւ ինչ որ բաների մասին է արտահայտվում, որ կարող է անել Իսրայել նկատմամբ, բայց չի անում։ Ճիշտ հակառակը։ Եվ այստեղ էլ նույն բանն ենք տեսնում, իրականում հակառակորդներ են Իրանը եւ Թուրքիան, սակայն այս դեպքում Թուրքիան օգնում է Իրանին ինչ որ հարցերում, օրինակ քրդերի հետ կապված, երբ որ քրդերը ուզում են անցնեն Իրան եւ այնտեղ օգնեն իրենց ազգագիցներին Թուրքիան միանգամից մատնում է նրանց Իրանին եւ Իրանը կանխում է այդ վտանգը սակայն մյուս կողմից նույն Թուրքիան արդեն տասնյակ տարիներ է ադրբադականի տարածքի ադրբեջանցիներին ռադիկալացնում է, թուրքացնում է եւ այլն, այսինքն մոտ 30 տարի առաջ այդ մարդիկ այդպես չէին։ Ես այդ տարածքով շատ եմ անցել, մարդկանց հետ շփվել եմ եւ այլն, այդպես չէին այդ մարդիկ, իրենց որպես թուրք չէին զգում, անգամ Ադրբեջանի կամ Նախիջևանի ադրբեջանցիների հետ իրենց մոտ չէին զգում, իրենց իրանցի էին համարում, բայց այսօր որ գնաք այդ տարածքները միանգամից կտեսնեք թե իրենց թուրքի նման են բահում եւ իրենք արտահայտում են որ իրենք թուրք են, Թուրքիայի հետ պետք է միանան եւ այլն եւ իմիջիալոց ավելի շատ թեկված են դեպի Թուրքիա, քան Ադրբեջան Սա Թուրքիայի գործակալների գործն է, որոնք մոտ 30 տարի աշխատեցին այդ տարածքում եւ դժբախտաբար Իրանը բավականին թույլ մնաց այդ դեպքերում։ Այո, չնայած որ Իրանը տոտալիտար երկիր է եւ ճնշումներ կան շատ տարբեր տեսակի եւ նման բաները
գանխվում են, սակայն այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ հատկապես սահմանային տարածքներում, սա միայն Ադրբեջանի, Թուրքիայի կողմը չէ, այլ նաև մյուս կողմը, Աֆղանիստանի, Բելուճիստանի եւ այդ սահմանների մոտ բավականին թույլ է, այսինքն էլի մենք լսում ենք, որ ինչ որ բաներ կատարում են հակաքայլեր եւ այլն, բայց քանի որ բավականին հաջողությունների են հասնում այդ մարդիկ, մենք այստեղ տեսնում ենք, որ էլի թույլ է, օրինակ Թուրքիայում այդպես չէ, Թուրքիան ամեն ինչ իր ձեռքում լավ բաղած է, թե սահմանները, թե ներքի ժողովուրդը, հատկապես քրդերը, եւ օրինակ Թուրքիան այսպիսի մի գեցվածք ունի հենց հայերի նկատմամբ, որ մի 30,000 հայ է մնացել այսօր, մաքսիմում ասենք 40,000, բայց ես չեմ հավատում 30,000 կա մաքսիմում, 30,000 հայ 80 միլիոնից ավել թուրքերի մեջ, սակայն այսօր էլ Թուրքիո բեդությունը շատ աջալուրջ է, թե հայերը ինչ են անում, ինչ են խոսում, ով ինչ է անում, թե դեղացի հայերը կոնտրոլի տակ են, 100% կոնտրոլի տակ են, թե դրսից էգող գնացող եւ այլն միշտ հետևում են, թե ինչ են անում հայերը, ինչ են խոսում եւ այլն եւ դարբեր տարածքներում, հատկապես օրինակ վտանգավոր տարածքներում, որը ասենք ինչպես որ Արևմտահայաստանի տարածք է կամ ասենք Համշինի տարածք է վայնը, այնտեղով անցնող հայերը միշտ հսկողության տակ են, այսինքն Թուրքիան շատ աջալուրջ է, շատ մեծ հսկողություն կա, իսկ Իրանը դժբախտաբար այդ առումով թերանում է։ Հիմի կանք թուրք-պարսկական, թուրք-իրանական հարաբերություններին, իհարկե մենք պետք է նաև նախկինին նայենք, անցյալին նայենք, ինչպես էր, որ կանք այսօր քաղաքականությունը հենց այնպես չէ, որ այսօր ինչ է կատարվում, դա է, չէ, պիտի կանք թե պատճառներ կան եւ այլն, եւ կտեսնենք, որ միշտ պատմության մեջ է, այսինքն այն ժամանակվանից, որ թյուրքական ցեղեր եկան եւ ինչ որ բաներ կազմեցին, իշխանություններ եւ այլն կազմեցին, վերջում իհարկե Օսմանյան կայսրությունը, միշտ են հարաբերությունները վատ է եղել Իրանի հետ, հատկապես երբ որ այս կազմավորումները գնալով ավելի ուժեղացան հատկապես Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում եւ օսմանցիները օրինակ բարսիկներին կամ բարսիկների հետ այս կամ այն ձև մոտ եղող ազգերին խմբերին միշտ էլ դիտել են որպես 5-րդ չարասյուն եւ այստեղ շատ կարեւոր մի հանգամանք կա այս թշնամության պատճառներից մեկը կրոնականն է, որովհետև չնայած երկուսն էլ իսլամ դավանող են, բայց թուրքերը սուննի են, իսկ բաները իրանցիները, բարսիկները շիա են, եւ ընդհանրապես բոլոր շիաները եւ այդ ձիրի մեջ մտան նաեւ ալևիները, իրենք ընդունվեցին որպես շիական մի ջուղ, մի թև, եւ միշտ գոտորել են, մեծ գոտորածը անգամ ցեղասպանության հասնող մագարտակով կատարել են եւ միշտ այդ խմբավորումները դիտել են որպես 5-րդ չարասյուն Իրանի համար աշխատող։ Իհարկե ալևիների մոտ այսպիսի բան կա, ալևիները իսլամ չեն, ալևիները հին կրոնքի դավանող են, ինչպես օրինակ եզդիները, զրադաշտականները եւ այլն, սակայն իրենց պաշտպանելու համար ինչ որ ասում Սիրիայից է սկսել այդ խոսակցությունը, այսինքն իրենց պաշտպանելու համար ասել են դե հա մենք էլ ենք մուսուլման ինչ որ ուղղություն չխառնենք Սիրիայի ալևիները Թուրքիայի ալևիների հետ, նրանք նուսայրիներ են, նրանք շատ հավանական ես այդ նուսայրիների հետ կապված խորը գիտելիք չունեմ, սակայն ըստ այն ամենայնի նրանք ոնց որ թե իսլամի դավանող մի ջուղ են, բավականին հեռացած իհարկե, այսինքն սուննիտականի նման չեն, հետագայում նրանք գոչվեցին ալավի է գոչվեցին, իսկ Թուրքիայի ալևիների հետ կապ չունեն, Թուրքիայի ալևիները ընդհանրապես ուրիշ են, սակայն այսօր իրենց մոդել խառնաշփոթ կա, իրենց մի մասը ասիմիլացվում է, մզգիթ են գնում արդեն
մի մասը sense բանի մեջ է իր ագունքների մասին անդերյակ է, որովհետև 37-38 թվականին դերսիմի այդ գործողության ժամանակ մեծ այսինքն ցեղասպանություն կատարվեց 15 թվականի առաջի ցեղասպանությունն էր 20-րդ տարի, իսկ դերսիմինը կարելի է ասել երկրորդ ցեղասպան նույն բաները կատարվեց, ինչ հայերի նկատմամբ կատարվեց եւ հատկապես ինչպես որ նաեւ հայոց ցեղասպանության ժամանակ գրոնավորների կամ այդ ուսմունքը, որովհետեւ իրենք չունեն այդ գրոնավոր շեյխեր ունեն եւ այլն, այդ ուսմունքը փոխանագողներին հատկապես ոչնչացրին այդ պատճառով, քանի որ իրենք էլ գրավոր չունեն իրենց հավատալիքի հետ կապված, դրա համար գորավ շատ մեծ բաներ, այդ պատճառով իրենց մի մասը խառնաշփոթի մեջ է։ Չգիտե իրենք ով են, մի փոքր մասը եւ հետաքրքիրը ինչ է, նայում եք իրենց միություններ, շատ միություններ ունեն իրենք, թե Թուրքիայում, թե արտասահմանում փախածներն են միություններ, Թուրքիայում այդ միությունները ավելի շատ հագվում են ընդունելու, որ իրենք իսլամի ջուր են, բայց որ նայում եք Եվրոպայում ապրող ալևիներ, նրանք դեռ տարբեր են, իրենք իսլամից իրենց դարանճատում են միանգամից, որովհետև այստեղ ճնշմանդակ են, իրենք ընդունում են, լավ ասում են, ասենք թե մենք մուսուլման եւ նույն պատճառով իրենք ուզեցին փրկվել այդ ջնշումների ժամանակին մի քանի 100 տարի առաջ, որ իրենք չերևան որպես ոչ իսլամ, որովհետև ըստ իսլամի գիրք ունեցող, այսինքն ավետարան գրքի ժողովուրդ, այո, 5 կտակարան եւ նոր կտակարան ունեցող ժողովուրդները ընդունելի են, կարելի է չսպանել, սակայն մնացածին անպայման պիտի սպանես, դրա համար էլ երբ որ նայում ենք Սիրիայում ինչ էր կատարվում, երբ որ իսլամական պետությունը հարց էր տալիս, դու ինչ կրոնք ես, երբ որ ասում ես ալևի դեղն ու դեղին սպանում էին, նրանք ըստ իրենց կրոնքի վատ բան չէին անում, մենք դա ընդունում ենք վատ բան իհարկե, բայց իրենց կրոնքում գրված է, պիտի սպանես նրանց, որտեղ տեսնես պիտի սպանես, եւ ալևիներին սպանում էին, որովհետեւ գիրք ունեցող ժողովուրդ չէին, այդ պատճառով իրենք որոշեցին իրենց որպես իսլամադավան ցույց տալ, ու քանի որ սուննիտականության չի հարմարվում իր այդ ուսմունքը, ավելի շիիտականության շիիտիզմը ավելի ավելի մեղմ է, ասեցին շիին, այս անգամ էլ բանից անձրևից կարգուտի դակնկան, որովհետև այս անգամ էլ ստացվեց, որ իրենք շիիտիզմի, այսինքն Իրանի կամ ավելի ճիշտ այն ժամանակ Բարսկաստանի 5-րդ չարացիոն են, սկսեցին դրա համար կոտորել այս անգամ ալևիներին։ Եվ այդ հակարակությունը հատկապես կրոնական առումով միշտ եղել է պատմության մեջ եւ այս երկու հետոկայում երբ որ կայսրություն գազմվեց թուրքական օսմանական այս հակարակությունը այս պատերազմները եղած շարունակ այս հակարակությունը միշտ եղել է իմիջիալոց ասեմ որ Օսմանյան կայսրության ժամանակ եղել են շեհզադեներ, այսինքն իշխաններ, որոնք իշխանազուններ, այսինքն, որոնք կարող են իշխանության կան, եղել են իրենց մեջ այնպիսիները, որոնք շիիտիզմ են դավանել, այն ժամանակ 100% չէր որ սուննիտիզմը, բայց սուննիտիզմը գլխավոր պետական կրոնքն էր եւ բալատի մեջ բայկար է գնացած եւ այդ իշխանազունները վերացրած են օրինակ Դինամ վերադառնալով թուրք-պարսկական հարաբերություններին այս մոտակա ժամանակահատվածի, դուք որպես Պոլսում մեծացած մարդ միջին թուրքը միջին պարսիկին կամ Պարսկաստանին ինչ վերաբերմունք ունի Միջին թուրքը ընդհանրապես թե պարսիկին, թե արաբին, թե հային, թե ուինին, բոլոր հարևանների նկատմամբ վատ վերաբերմունք ունի, բայց դա իր մտածելակերպից չի, այդպես սովորացնում են, անգամ եթե ասենք բանակ եք գնում, բանակում, դե ես ծառայել եմ թուրքական բանակում, բոլորին սովորացնում են, որ մենք բարեկամ չունենք, մենք միայն թշնամիներ ունենք Մեզ շրջապատող բոլոր պետությունները մեր թշնամին են Այն ժամանակ դե սովետական միություն կար Սովետները, դե հայերը արդեն մեր թշնամին են Իրանը թշնամի է, Սիրիան թշնամի է, Իրաքը թշնամի է Հունաստանը թշնամի է, Բուլղարիան թշնամի է
բոլորը թշնամի են, բացի դրանից, դրան ավելի հերու եղող թշնամիներ կան, այսինքն քրիստոնյաները ընդհանրապես թշնամի են, ինչպես ասացինք, հայերը, որ բեդություն չունեին այն ժամանակ, այնուամենայնիվ թշնամի են եւ այլն։ Դրանք բոլորը թշնամի են եւ արաբն էլ է թշնամի։ Այդպես էին ընդունում։ Արաբները մեզ թշնամի են։ Եվ իրենք չեն ասում մենք թշնամի ենք իրենք մեր նկատմամբ թշնամի, ինչի գիտեք, որովհետեւ բոլորը նաեւ ինչպես հայերը հողային խնդիրներ ունեն։ Բոլորը հողերը վերցրել ես, գոտորել ես, թե բուլղարներին, թե ուիններին, թե հայերին, թե արաբներին, չկարծեք թե արաբների հետ շատ լավ հարաբերություններ ունեցել, որովհետեւ իրենք էլ իսլամ էին եւ այլն։ Ոչ, գոտորել են արաբները եւ վերջին գոտորածը Ջամալ Փաշան արեց այդ ցեղասպանության ժամանակ մոտավորապես, երբ որ բոլոր արաբ շեյխերի Լիբանանի հատկապես Լիբանանի Սիրիայի արաբ շեյխերի արու զավակներին կախաղան անեց, բոլորին կախաղան անեց, այսինքն իրենց ամենալավ գրթված ազնվական մասն էր, դա ապական էր իրենց, նրա ապական վերածեց, դրան համար արաբները մինչև այսօր Ջեմիլ անունը ատում են, հատկապես Լիբանանում։ Այսինքն արաբները նկատմամբ էլ իրենք մեծ կոտորածներ կատարած են, այդ պատճառով էլ երբ որ առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց եւ սուլտանը ջիհադ հայտարարեց, այսինքն կրոնական պատերազմ հայտարարեց, սուրբ պատերազմ, որ բոլոր մուսուլմանները միանան, արաբները չմիացան, արաբները անցան անգլիացիների կողմը օսմանցիների դեմ, ինչի իրենց կրոնական եղբայրներն էին, ինչի, որովհետեւ դաստիարակ տարին 100 տարի բանը ջնշել էին իրենց, գոտորել էին իրենց, այդ պատճառով։ Իսկ Իրանի հետ ավելի դարբեր է, իրենք միշտ այդ թե ցեղային, թե կրոնական խնդիրներ ունեն, սակայն երբ որ բանը եկավ, շահը Փեհլևին եկավ, այսինքն վտարված շահի բանը հայրը այսօրվա Փեհլևին, որ Ամերիկայում է, այո դրա բապը, որ ինքը իր ուժով, ինքը զինվորական էր, եկել էր իշխանության, գազմեց բանը, նոր թագավորություն գազմեց, ինքը դաժան մարդ էր եւ այն, բայց ինքը կարգ ու կանոն ստեղծեց իր երկրում։ Աթաթյուրքը իրեն այն ժամանակ կանչեց, շատ հետաքրքիր է այս դրվագը, եւ իրեն շատ լավ ընդունեց, խև խապեց իրեն, անգամ այդ ժամանակ մի օպերա ստեղծեցին իրենք, օպերա ներկայացրեցին, այնտեղ ցույց էր դրվում, թե բարսկական եւ թուրքական ցեղերը եղբայր են իրար եւ սրան համոզեց ինչ որ բաներում եւ համոզեց նաեւ այն բանում, որ հայերի նկատմամբ պետք է վատ վերաբերմունք ունենան, այսինքն ջնշի հայերին, դες ասած ես հայերը վտանգավոր ժողովուրդ են, ես ջնշել եմ իրենց եւ հենց որ նա վերադարձավ, հայերը նորմալ կյանք ունեին այնտեղ։ Երբ որ վերադարձավ, սկսեց հայկական դպրոցները փակել, ջնշել հայերին եւ այլն, մի ժամանակ այդպես գնաց, մինչև որ շահը փոխվեց, ինքը գնաց եւ դղեն եկավ, արդեն դղեն նորմալ քաղաքականություն արեց, ընդհակառակը հայերի հետ շատ լավ վերաբերմունք ուներ, մինչև վերջ ինքը։ Սակայն այստեղ մի հետաքրքիր բան կա։ Աթաթյուրքը նաև իրեն հորդորեց, որ մոլլաներին էլ ջնշի։ Ինքը արել էր, տես ասեց ես մոլլաներին ջնշել եմ, մզգիտի մեջ եմ կողել, մզգիտից դուրս գործ ունեն իրենց դպրոցներն են փակել, կրոնական դպրոցներ եւ այլն, որոնք այսօր նորից բացված են։ Նա ասեց, որ չէ, ես ուրիշ ճանապարհ, իրենց սիրաշահել եմ, ես իրենց փող եմ տալիս, կարելիություններ եմ տալիս եւ իրենք իմ կողմից են, իմ մարդն են դարձել։ Բայց սակայն պատմությունը ցույց տվեց, որ այդպես չեղավ, մի օր իրենք գլուխ բարձրացրին եւ իրադղուն իհարկե տապալեցին։ Տիրան, այսօր ինչ որ հարցերում շահերի համընկնում ունեն, օրինակ Գազայի հատվածում կարծես թե Թուրքիան նույն տեսակետն ունի, ինչ Պարսկաստանը։ Իհարկե։ Դրա համար էլ քիչ առաջ ասեցի, ինչքան էլ երկու պետություն, երկու ժողովուրդ իրար թշնամի լինեն, քաղաքականություն է, կան տեղեր, որ իրար հետ համընկնում են շահերը, այնտեղ իրար հետ համագործակցում են, բայց մնացած հարցերում իրար հակառակ են։ Օրինակ Թուրքիան, ինչքան էլ որ օրինակ քրդերի հետ կապված օգնում է Իրանին,
մատնում է քրդերին, սակայն այսօր Թուրքիան Էրդողանը ձերքերը շփելով սպասում է այն օրին, որ ամերիկան հարձակվի։ Դրան է ուզում գայ, այսինքն Թուրքիան ամեն դեպքում, եթե նույնիսկ լռությամբ, բայց ողջունում է սպասվող գործողությունները Միացյալ Նահանգների ձեռնատու է համարում։ Միայն Իրանի դեպքում դա այդպես չէ, օրինակ առաջինը Իրաքներ չէ, Իրաքի դեպքում այն ժամանակ Özalը կար, Özalը ասեց մենք էլ մասնակցենք, մենք ենք մասնակցելու եւ շատ նշանավոր իր խոսքը ոնց որ խաղադրույք ասեց մեկ տնելու ենք, երեք ենք ստանալու։ Եվ քանի որ ամերիկան գիտեր թե իրենց նպատակները ինչը չթողեց որ Թուրքիան մասնակցի միայն մասնակիորեն օգնեցին ամերիկացիներին այդքան մեծ շահ չունեցան իրենք նպատակ ունեին առաջ գնալ մինչև Քերքուկ Մոսուլի նավթը վերցնել այն ժամանակ իհարկե անգամ այն ժամանակ խոսում էին արդեն Սիրիայի հետ կապված օրինակ Սիրիայի հետ շատ լավ էր Սիրիայի առաջնորդի հետ Էսադի հետ իմ եղբայր Էսադ ասում էր ընտանիքով իրար հետ գնալ գալունին մի անգամից դարձավ թշնամի Էսադը հիմա Իրանի հետ շատ ցենչան իհարկե Իրանը մեծ հսկա պետություն է շատ մեծ խնդիր կլինի սակայն սպասում է իր աստեղային ժամին որ եթե այդպիսի բան կատարվի ինքն էլ անպայման մտնելու է այդ խնդրի մեջը ինչ ձևով այսինքն ցամաքային օդային կամ ինչ որ տեսակ օգնություններ չեմ կարա ասեմ դա գուշակություն կլինի սակայն այնուամենայնիվ բայց մի բան կա որ այ ադրբեջանը այն ժամանակ ինքը կարող է օրինակ մտնի ադրբեջական ոչ ավելի շատ առաջ գնա գուցե մի քիչ առաջ գնա ասենք քրդական տարածքն էլ մտնի եւ այլն քրդերի դեմ ինչ որ գործողություն անելու համար սակայն ադրբեջանը գոնե բողելու համար սպասում է այսօր Թուրքիան այդպես Էրդողանական Թուրքիան եւ ադրբեջանի մեծ մասը կամ մի մասը ասենք այսօր պատրաստ է հատկապես այն մասը որ Թուրքիայի սահմանագից է նրանք լրիվ թուրքացած ռադիկալ թուրքացած են ինչքան հեռանում եք թուրքական սահմանից մի քիչ ավելի պակասում է դա օրինակ թավրիսցիները այո ռադիկալ են նրանք էլ լրիվ ասենք ռադիկալ թուրքացած են բայց ավելի շատ Էրբիլ եւ այն այդ կողմերը գնում եք նրանք այդպես չեն բայց կարող են դառնան ինչ կա որ մի օրում կարող են դառնալ մեկ էլ տեսան որ ամբողջ այդ իրենց տարածքը թուրքական է դառնում սրանք էլ կասեն Թուրքիան եվրոպական պետություն է եւ այլն մենք էլ Այսինքն Թուրքիան Պարսկաստանի ներսում էլ լծակներ ունի աշխատելու, այդտեղ պարտադիր չի որ ինքը պլացդարմ դառնա։ Շատ մեծ, ինչպես ասեցի, շատ մեծ լծակներ ունի, լրիվ ռադիկալացված են, լրիվ թուրքերի համար թուրքերի հետ են աշխատում եւ իրենք էլ սպասում են։ Տեսեք, այս վերջի խնդիրների ժամանակ հիմնականում այդ փողոց դուրս եկող գրագողների եւ քրդերն էին քրդերին առաջ տարան այսինքն դա օտար ուժերի բաներն է դա շատ լավ երևաց այն բանից երբ որ միանգամից Թրամփը որոշեց որ չի մտնելու բանը Իրան չի արձակվելու ամեն ինչ խախնդվեց այլևս փողոցներում գրագող չկար իսկ այնտեղ գրագող կար այո այս ամեն ինչը խաղաղ ցույցեր էին բայց օգտվեցին դրանից ուրիշ խմբեր էլ մասնակցեցին այդ պատճառով արդեն բախումներ եղան եւ այդ բանը կատարողները քրդեր էին առաջի հերթին իհարկե չմոռանանք որ դրանից առաջ վերջի դեպքերը երբ որ կատարվել էր 19 մի հատ հիմա թվականը լավ չեմ հիշում մի հատ քուրդ աղջկա հետ կապված դեպք էր քուրդ աղջիկ սպանեցին ծեծելով սպանեցին եւ քրդերը շատ չխայնացան իհարկե դրանից նրանք էլ փողոց դուրս եկան եւ հենց այդ պատճառով գուցե նաեւ առաջինը դուրս եկողները հիմա քրդերը եղան որովհետեւ դեռ թարմ է այդ հիշողությունը այդ աղջկա հետ կապված իսկ դեսանք որ ադրբեջանում խաղաղ էր ամեն ինչ սկզբնական շրջան հետո փողոց դուրս եկան որովհետեւ իրենք ուղղորդվում են
երևում է որ ուղղորդվում են իրենք հրանք են ստացել որ հələ որ նստեք ձեր տեղերը ձեր ժամը կգա եւ որ արդեն կարծեք թե ամերիկան հարցակվելու է իրենք էլ սկսան են դեր սակայն երբ որ Տրամպը ասաց չեմ հարցակվելու ամեն ինչ խախանվեց բոլոր ցույցերը բոլոր այդ կրիվները եւ այլն Թուրքական ձեռք տեսնում եք ամեն դեպքում գոնե ատրպատականում այո գոնե ատրպատականի տարածքում իհարկե թուրքական ձեռք կա քրտական տարածքում ամերիկյան ձեռք կա իսկ մնացած տարածքների մի մասում իսրայելական ձեռք կա իհարկե այնտեղ Իսրայելը իր մատ ունի հատկապես Թահրանում եւ այլն որովհետեւ այն սպանությունները հարցակումները ինչ որ այս նախկին մի քանի տարվա մեջ մենք տեսանք շատ լուրջ բաները ոչ թե այսպես փողոց դուրս գալ գրագել եւ այլն օրինակ բարձրաստիճան զինվորականի սպանություն կամ առաջատար ինչ որ բանի ատոմային բանի մասնագետի սպանությունը եւ այլն դրանք մասնագիտական խնդիրներ են հասարակ sense սպանություններ չեն դա միայն շատ հadoop լավ մարզված մարդիկ կարող են Սիրելի ռադիո լսողներ մենք շարունակելու ենք մեծ ուշադրությամբ հետևել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ այս հարցերի քննարկմանը պարբերաբար վերադառնալու ենք պարոն Լոկմագյուզյան այնց որ մեզ համար շատ կարեւոր է մենք կարծես թե մի փոքր հայկական հասարակությունը թերագնահատում է Պարսկաստանում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցությունը Հայաստանի վրա բայց այդ առավել քան կարևոր է մեզ հատկացված եթերաժամանակը ավարտվեց Տիրան Լոկմագյուզյանի հեղինակային կիսալուսնի մայրամուտը հաղորդումն եք դուք լսում կամ դիտում երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն էր ձեզ համար աշխատում շարունակեք լսել գործարար ալիքը